Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Բաց TV-ի եթերում իր աշխատանքները շարունակում է ժամանակն է խոսել հաղորդաշարը։ Հիշեցնեմ, որ սա հաղորդաշարը երկրի առջև ծառացած խնդիրների եւ դրանց լուծման հնարավոր ճանապարհների մասին։ Այս պահին տաղավարում հյուրընկալում ենք 92-93 թվականների Հայաստանի Հանրապետության վարչապետ Խոսրով Հարությունյանին։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Բարև ձեզ։ Նախ շնորհակալություն, որ այսօր այստեղ եք։ Պարոն Հարությունյան, ես արդեն ասացի, որ երկրի առջև ծառացած խնդիրներից ենք խոսում։ Ուզում եմ ձեր գնահատականը լսել մեր երկրի առջև հրատապ ծառացած խնդիրների առումով, որոնք կթվեք որպես խնդիր։ Գիտեք, նախ ուզում ասեմ, որ շատ հետաքրքիր վերնագիր եք ընտրել ձեզ համար, ժամանակն է խոսելու։ Ես կարծում եմ մենք նույնիսկ բավականին կորցրել ենք։ Գործելու ժամանակն է արդեն խոսելու համար, բայց միշտ էլ ուշ չէ խոսելու, մտորելու, ինչու՞ չէ նաև որոշ քայլեր կանխատեսելու համար։ Ինձ հարցրեցիք, թե ձեր կարծիքով որոնք են այն հրատապ խնդիրները, որոնք կանգնած են այսօր մեր առջև, ես նկատել հանրություն, պետություն, պետականություն։ Ես կասեի նախ եւ առաջ այն սպառնալիքները, որոնք ձևավորվել են գործող իշխանության գործողությունների կամ անգործության արդյունքում, հետևանքով ավելի շուտ, հատկապես 44-օրյա պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում։ Ինչը ես նկատի ունեմ։ Այսօր փաստ է մի բան, որ Ադրբեջանի հետ շփման գծի ամբողջ երկայնքով Տաուշից մինչև Դերքև։ Մի ժամանակ մենք ասում ենք սոտ խոզնավար հատվածը, բայց հիմա վերջի սահմանազատումից կամ սահմանագծման արդյունքում, երբ որ կոտրվեց նաև Տաուշի պաշտպանական գիծը, արդեն կարող ենք ասել, որ այդ ամբողջ հատվածը հայտնվել է Ադրբեջանի ռազմական ուղղակի ռազմական վերահսկողության տակ, հետաբար եւ մեր սահմանները այսօրվա դրությամբ, այս պահի դրությամբ սահմանները վտանգված են մեր տարածքային ամբողջականությունը եւ ընդհանրապես մեր բնականոն կենսագործունեություն, ես նկատում հասարակություն, պետություն, բնականոն կենսագործունեության բոլոր հնարավորությունները։ Հետաբար սպառնալիք համար 1 դա այն ես երբեմն ասում եմ կործանարար, երբեմն օգտագործում եմ էկզիստենցիալ սպառնալիքներն ու մարտահրավերներն են, որոնք ձևավորվել են 44-օրյա պատերազմից հետո այլևս Հայաստանի համար։ Խոսում ենք անվտանգության մասին առավելապես։ Ֆիզիկական թե ընդհանուր պետության գոյության։ Ֆիզիկական այսօրվա բնակչության ժողովրդի համար եւ կներեք, չի կարող վտանգված լինի հանրությունը եւ անվտանգ լինի պետությունը։ Այդպիսի բան չկա։ Այդպիսի բան չի կարող լինել բնության մեջ։ Երբ որ ես ասում եմ անվտանգության լուրջ սպառնալիքներ անվտանգությանը, կրկնում եմ սահմանի անձեռնմխելիություն, տարածքի ամբողջականություն եւ մեր ինքնիշխանության, պետականության։ Սա վերաբերում է թե հասարակությանը եւ թե պետության ու պետականությանը, պետական ինստիտուտները, ինչպես սա պետք է հասկանալ։ Այսօր ցավոք սրտի ես պատրաստ եմ փաստերով իմ խոսքերը ամրապնդել, անպայման։ Այսօր ցավոք սրտի պետական ինստիտուտները կամ մեր հանրային հասարակությունն ընդհանրապես ունակ չէ, պատրաստ չէ ինստիտուցիոնալ առումով դիմագրավելու այն սպառնալիքներին, որոնք որ ձևավորվել են, կրկնում եմ, գործող իշխանությունների գործունեության հետևանքով կամ անգործության հետևանքով, կապ չունի։ Ընդ որում հատկապես կրկնում եմ 44-օրյա պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում, որովհետև եթե 44-օրյա պատերազմը Արցախի մասին էր, հետագա բոլոր զարգացումները Հայաստանի մասին են։ Այո, Հայաստանի Հանրապետության Հայաստանի մասին են։ Հասկանում եք։ Հետաբար նրա օրինակ ես ոչ մի կերպ որևէ հիմնավորում չեմ կարող բերել, թեպետ փորձում է Փաշինյանը իր որոշումը որոշով հիմնավորել 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումam կապված, երբ ինքը որոշում կայացրեց մեր զորքերը Ղուպադլուի շրջանից մոտ 15-20 կիլոմետր հետ բերել։ Ուրեմն ուշադրություն դարձրեք, դա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ արձանագրված էր, որ զինված ուժերը կողմերի մնում են այն դիրքերում, որ դիրքերում նրանք գտնվում են ստորագրման պահին։
Ինչ արեց Փաշինյանը։ Փաշինյանը հայտարարեց, որ կա բանավոր ընկալում, բանավոր ըմբռնում առայն, որ եթե նա զորքերը հետ քաշի, ապա Սյունիքը առավել պաշտպանված կլինի ռազմական հետագա զարգացումներից։ Արդյոք մենք այսօր կարող ենք ասել, որ Սյունիքը ամենաապահովված անվտանգության տեսանկյունից հատվածն է մեր։ Ճիշտ հակառակը։ Հետաբար հարց. ինչու այդ որոշումը կայացրեցիք։ Ինչու։ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ինքն ասում էր, այո, ես մեղավոր եմ այդ որոշումը կայացնելու առումով, բայց ես պատասխանատու չեմ։ Դա ով է պատասխանատու։ Իսկ մեր երկրում ընդհանրապես ովքեր են պատասխանատու։ Ուրեմն յուրաքանչյուր ոք պետական կառավարման համակարգի իր պատասխանատվությունը ունի, իր ոլորտը պատասխանատվության։ Իդեպ ես պետք է ասեմ, որ քաղաքացիներն էլ իրենց պատասխանատվության ոլորտն են։ Այդպես չի, որ մենք ոչ մի բանի համար քաղաքացիներս ոչինչի համար պատասխանատու չենք, միայն իշխանությունները կամ պետական կառավարման համակարգը։ Հիմա զորքերը հետ քաշելու համար, այստեղ խնդրեմը, գիտեք ինչու՞մն է։ Խնդրեմն այն է, որ թե քաղաքացիները իրենց ճնշող մեծամասնությամբ եւ հատկապես պետական իշխանություն ներկայացնող պաշտոնյաները չեն էլ գիտակցում իրենց պատասխանատվությունը։ Անցյալ օրը ես լսում եմ էկոնոմիկայի նախարարին։ Սա աբսուրդ է։ Իդեպ ես պետք է ասեմ, որ ես 25 տարի կառավարման ակադեմիայում դասավանդել եմ պետական կառավարում եւ տեղական ինքնակառավարում, այսինքն այդ թեմաները ես իմ դեպ այսօրվա նույնիսկ իշխանության մեջ մարդիկ կան, որոնք իմ ուսանողներն են եղել։ Բայց խոսքը, այսինքն ես ուզում ասեմ, ես օդից վերցրած բաներ չեմ ասում։ Ես այն ինչ որ հիմա կասեմ, դա հենց պրակտիկա եւ տեսությամբ ամրապնդված թեզեր են։ Հարց են տալիս էկոնոմիկայի նախարարին։ Ասում են, գիտեք, ասում են, ձեր ժամանակ ի նկատի նոր իշխանությունները գյուղատնտեսության նախարարությունը վերացավ։ Դուք վերացրեցիք գյուղատնտեսության, որտեղ խոսքը գնում էր ազգային ժողովում քննարկում երևի գյուղատնտեսության հարցեր։ Պատասխանն էր ապշեցուցիչ։ Ոչ ես պատասխանում է նախարարը։ Ոչ ես պատգամավորին արձագանքում։ Ոչ ես ձեզ համաձայն չեմ։ Մենք ունենք նախարարություն, թե գյուղ նախարարություն, որտեղ իմ տեղականներից մեկը զբաղվում է գյուղատնտեսության այս հատվածով, տեսեք, մենք խոսում ենք պետական կառավարման համակարգում պատասխանատու դերակատար ունեցող մարդու հետ։ Բայց նա չի գիտակցում, որ նախարարը դա քաղաքական պատասխանատու է։ Այսինքն նախարարը դա այն ինստիտուտն է, որը սեփական պատասխանատվությամբ իրեն վերապահված ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ է օժտված։ Եվ ընդ որում իր հետ որոշումների հետևանքի պատասխանատվությունն էլ է կրում ինքը։ Նա սա չգիտակցում, իսկ տեղակալները իրեն սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումներ, այսինքն տվյալ ոլորտի քաղաքականության վերաբերյալ որոշումներ չեն կայացնում։ Հիմա դուք ինձ ասում եք, ինչ վիճակ է, այս վիճակն է։ Այս վիճակն է, հասկանում եք։ Երբ որ նախարարին, ես լսում եմ նախարարին ու տեսնում եմ, որ նա տարական կառավարման համակարգի տարական գիտելիքներից է զուրկ։ Ինձ ո՞ւր հարց է առաջանում։ Բայց եթե դուք չեք գիտակցում տարբերությունը քաղաքական պատասխանատվության առումով, ձեր քայլերի հետևանքների առջև պատասխանատվության կոնտեքստում, բա դուք ո՞նց եք այդ պաշտոնում աշխատում։ Հարցը չի առաջանում։ Բայց եթե այդ գիտելիքների պաշարով, ինչպես կարելի է պետություն այդ ոլորտը ղեկավարել, կառավարել։ Այնպես որ այս ամենը տխուր է, գիտեք։ Եթե հաշվի առնենք, որ շատ հաճախ նույնիսկ նեղ մասնագետներ չեն նստած նախարարների պաշտոններում, հասկանում ես, որ ընդհանրապես ոլորտից չեն հասկանում։ Շատ կարևոր հանգամանք գոյություն ունի։ Այդպես չի, որ դուք հավանաբար կհամաձայնեք ինձ հետ, որ օրինակ շատ զարգացած երկրներում, պետություններում նույն անձնավորությունը մի կառավարությունում կարող է լինել առողջապահության նախարար, մյուս կառավարությունում կարող է լինել նույնիսկ ֆինանսների նախարար։ Դա չի պետք չի բացառել։ Ինչով է պայմանավորված։ Այսինքն դա չի նշանակում, չէ՞, որ այդ մարդը ոչ ամեն ինչից տեղակ է կամ ոչ առողջապահության, ոչ ֆինանսներից։ Խոսքը գնում է նրա մասին, որ այնտեղ կա հստակ պետական կառավարման համակարգ։ Այսինքն դուք քաղաքական որոշումներ կայացնելու պատասխանատուն եք,
բայց այդ որոշումը նախապատրաստում են եւ քեզ հրամցնում են մասնագետները, ձեր խորհրդականները, ձեր օգնականները, քաղաքծառայությունը, նրանք են պատրաստում, որտեղ նրանք մասնագետ են։ Դուք ընդհանրապես պետք է կողմնորոշվեք։ Ձեր փորձառությունը, հմտությունը պետք է բավարար լինի, որ կողմնորոշվեք, արդյոք այս որոշումը, որ ձեզ հրամցնում է ձեր խորհրդականը կամ օգնականը կամ ենթադրենք քաղաքացիական ծառայությունը, բխում է այն կոնցեպտից, որի համար եւ որով դուք նշանակվել եք այդ պաշտոնին։ Սա է շատ պարզ հարց է, չէ՞ սա։ Ну, կներեք, որ ասում եմ պարզ, կարող է ինձ համար պարզ, շատերի համար բարդ, բայց սա է իրողությունը։ Բայց հիմա երբ որ մի կառավարություն, որի առանցքային նախարարը այս տարրական բաները չի գիտակցում, կներեք, թույլ տվեք ուրիշ վերապահումների մասին այլևս չխոսել։ Պարոն Հարությունյան, ցավոք երբ նման թեմաներից ենք խոսում, այս իշխանությունը եւ իշխանությանը սատարողները հակադարձում են ասելով, թե կարևորը նախկինների նման շատ խելացի, սրամիտ եւ կոռումպացված չեն։ Եվ սրանով վերջակետներ են դրվում բոլոր հարցերին։ Նախ թույլ տվեք մեծ ես ասեմ պարզ անկեղծ, ես երբևէ չեմ պնդել ու չեմ էլ պնդի, որ նախկին համակարգը կառավարման ամբողջ ընթացքի 30-ամյա մեր անկախության զերծեղե թերություններից, այդ թվում նաև ինստիտուցիոնալ բնույթի։ Խոսքը դրա մասին չէ։ Խոսքը գնում է դրա մասին, թե արդյոք գործող իշխանությունը իր ամբողջ առաքելությունը պատկերացնում է, ընկալում է, թե ոչ։ Ես ասում եմ ոչ։ Ես սա ցավով եմ ասում։ Դե իրենք էլ են ասում 7 տարի նույն դասարանում ենք մնացել չեն կա, չէ՞, ուրեմն երևի թե իրենք էլ են գիտակցում, որ զարգացումը եւ առաջխաղացում չեղավ։ Կներեք, ես ոնց որ իրանց լսում եմ, դրանք ոչ միայն դա չեն գիտակցում, այլ ճիշտ հակառակն են փորձում պնդել։ Հասկանում եք։ Ես շատ բարձ հարց եմ տալիս, չէ՞։ Ինչպես եղավ, որ սոտ խոզնավար հատվածի բոլոր ռազմավարական բնույթի բարձունքները հայտնվեցին թշնամու ռազմական վերահսկողության տակ, ինչպես։ Թող ինչ որ մեկ ինձ վերջին հաշվով բացատրել, չէ՞ սա։ Բացատրում են, ասում են, պատերազմից ենք վախենում, եթե դուք պնդում եք, մենք մնանք այդ կետերում, դա նշանակում է, որ մենք գնում ենք առճակատման եւ անվտանգությունը։ Հիմա այդ դեպքում եկեք հոդսեցնենք։ Եկեք այդ դեպքում խոսենք խաղաղության կոնցեպտի մասին։ Խաղաղությունը փայփայելով, գուրգուրելով, բերկրանք ապրելով խաղաղություն չի հաստատվում։ Խաղաղության համար կա շատ պարզ բալանս, հասկացողություն։ Ազդեցությունների, տեսեք, ես չեմ ասում ուժեր, ես ազդեցությունների բալանս, հավասարակշռություն։ Այսինքն դիմացինիդ ռազմական ճանապարհով իր խնդիրները լուծելը չպետք է լինի հրապուրիչ, որտեղ նա կարող է ոչ պակաս կորցնի, քանց նպատակ ուներ հասնել ձեռք բերել։ Խաղաղության բանաձևը սա է։ Այսինքն երբ են մարդիկ նստում բանակցային սեղան, երբ որ համոզված են ռազմական ճանապարհով որևէ էֆեկտիվ կամ այնպիսի արդյունքի, որը որ կարող էր անվերապահ համարել այդ բոլոր ջանքերը, կորուստները արտարացված, երբ որ դուք դա այդ վստահությունը չունեք։ Հետևաբար խաղաղության մի րոպե, հետևաբար խաղաղության համար պետք է լինի ուժերի կամ ազդեցությունների, ես բոլորին վերջերս շատ հաճախ օգտագործում եմ նաև սպառնալիքների բալանսավորում։ Այսինքն դուք էլ պետք է զգաք սպառնալիք, եթե փորձեք գնալ ռազմական ճանապարհով։ Խաղաղության հիմքը սա է։ Փաստաթուղթ ստորագրելով Կարինե խաղաղություն չի հաստատվում։ Այն էլ մի պետության հետ, որը տարածաշրջանի ամենաոչ պայմանագրաունակ պետությունն է։ Ալիևս որ կարող է բան ստորագրի, կես ժամ հետո խախտի։ Կես ժամ հետո։ Էլ չեմ ասում ընդհանրապես։ Ոնց կարելի է հուսալ, որ Ալիևը, որը ՄԱԿ-ի ամբիոնից հոխորտում է, հրապարակավ հայտարարում է այն մասին, որ գիտեք, իշքան մեր տարածքը չեմ անում 30 տարի օկուպացված էր, որ մեր տարածքը մշակութային ժառանգության տեսանկյունից վերացրել է, եւ այլն, այն ժամանակ երբ որ ինքը նույն բանը հիմա անում է դա։ Ընդ որում ինքը խոսում է անհետ կորածներից իր կողմից, ասում է այն, ինչ որ պետքա խոսար մեր ղեկավարը։ Իսկ ինչու մեր ղեկավարը չխոսեց։ Արդյոք դա այն սպառնալիքը չէր, որ կարելի էր հնչեցնել եւ դա լիներ այդ հավասարակշռման։ Ձեզ հնարավորություն ունենաք հանդիպել Նիկոլ Փաշինյանին, խնդրում եմ այդ հարցը տվեք։ Ես շատ բաներ Նիկոլ Փաշինյանի վարկագծի մեջ չեմ կարողանում բացատրել։ Ես ուզում եմ հատուկ, քանի որ անդրադարձանք ՄԱԿ-ին, որովհետեւ դա շատ էական է։ Ուրեմն եկեք արձանագրենք,
որ խաղաղությունը թղթով չի, պայմանագրով խաղաղություն չի հաստատվում։ Այդ այն դեպքում կրկնում եմ, երբ որ մեր դիմացը կանգնած է տարածաշրջանի ամենա ոչ պայմանագրաունակ, ընդգծում եմ, ոչ պայմանագրաունակ պետությունը, քաղաքական ղեկավարը, նա Ալիևը 22 թվականի փետրվարի 22-ին Ռուսաստանից ստորագրեց իբր թե ռազմավարական գործընկերություն սահմանելու հռչակագիր, այո, այդ հռչակագիրը 2 օր հետո խախտեց։ եթե չեմ սխալվում, Ուկրաինա, Երկրորդ 2 օր հետո ինքը խախտեց։ այո, Եթե ասացեք, խնդրեմ, եթե Ռուսաստանի պես, այսպես ասենք, միջուկային գերտերությանը Ալիևը կարող է իրեն թույլ տա իր խոստումները ստորագրությունը խախտելու Հայաստանի հետ, ինչու պետք է այդ մի նախաստորագրած փաստաթուղթ դառնա նրա համար սուրբ գիրք, հա? առավել եւս, որ նույն օրերս ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցին բազմաթիվ մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ ընդամենը 2 հարցի անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը, փորձելով պարզաբանել ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով եւ որևէ կարծիք գերիների մասով չեղավ զոհերի, կորուստների, ժառանգության, այսինքն ստացվեց, որ մենք այն 8 կետերին լիովին համաձայն ենք եւ ընդամենը այդ 2 կետով էր, որ մենք համաձայնություն։ Ես կարող եմ ավելին ասել։ Նա ոչ միայն հայտարարում է կամ լռում է, չի արձագանքում, այլ նույնիսկ փաստեր է բերում, որոնք խոսում են ի օգուտ նրա կողմից Ալիևի հարցադրումների աջակցության։ Օրինակ, Ալիևն ասում է 30 տարի դուք իմ տարածքի 20%-ը օկուպացրել եք։ Հայաստան, դու դրա համար պատասխանատու ես։ Ու հազար մի մեղքեր է բարձում մեր գլխին, չէ՞։ Հիմա Փաշինյանը ինչպես է արձագանքում։ Եթե չեմ ասում է, եթե պատերազմ չէր, մեր զինվորը ինչ գործներ այնտեղ։ Սա, այսինքն Փաշինյանը այլ կերպ է ասում, այո, մենք օկուպացրել ենք։ Իսկ Փաշինյանը տեղյակ է, որ միջազգային հանրությունը Հայաստանը դիտում էր Արցախի համար 1 երաշխավորը։ Եվ այդ երաշխավորությունը արդյունավետ իրացնելու այդ ռազմական արճակատման ֆոնին միակ տարբերակը այո, աջակցել այդ թվում նաև ռազմական ուժով ներկայությամբ։ Ինչի մասին է խոսքը։ Խի Փաշինյանը այսքան բան չի իմանում։ Ես դա եմ ուզում հարցնել, չի իմանում, չի գիտակցում, թե նպատակադրված ծրագիր է իրականացվում։ Իսկ վերջինն է։ Որովհետև սրանք բազմաթիվ դրսևորումներ են ունեցել։ Այսօր լսում եմ իր երբեմնի շատ մտերիմ գործընկերոջը Մարուքյանին։ Ահա։ Էդմոնդ Մարուքյանին։ Բայց ինչու երբեմնի, կարծում եք հիմա միմյանց հետ կապ չունեն, թե սա ուղղակի նախընտրական։ Ես էլ միամտորեն այդպես արտահայտում։ Հիմա ինձ պետք չի լավ։ Այդպես եմ մտածում ես։ Շատ էական չի էլ այդ ձեր դիտարկումը դրա համար եմ ասում։ Ինչ է նա ասում։ Ասում է նայեք, ասում է։ Մի մարդ, խոսքը գնում է Փաշինյանի մասին, որը կարող է կեղծել Երակոմ այդ օգոստոս 8 հռչակագիրը, կեղծել Միացյալ Նահանգների նախագահի կարգավիճակը փաստաթղթի մեջ, կեղծել, այսինքն անգլերեն մի բան է գրած, վկա, հայերենում բոլորին այլ բան է դարձել։ Ասում եմ, եթե մի մարդ դրան ընդունակ է, իսկ այդպիսի բանա չեն կարող առանց Փաշինյանի համաձայնության անել, ապա ինչպես կարելի է նրան վստահել, նրա խոսքին վստահել։ Ես այստեղ կհամաձայնվել Էդմոնդ Մարուքյանի հետ, հասկանում եք։ Եվ եթե մենք ձեզ հետ փորձենք վերլուծել նրա բազմաթիվ հայտարարությունները, թե Արցախյան խնդրի հետ կապված, չէ, թե Հայաստանի անվտանգության հետ կապված, ապա մենք կտեսնենք, որ գիտեք, շատ մեծ ֆանտազիա է պետք, երևակայությունը պետք ունենալ, որովհետեւ նրա ասածներին հավատաս։ Պարոն Հարությունյան, անկեղծ ասած ես լիովին համամիտ եմ, բայց ինձ մոտ մեկ այլ բնույթի հարց է ծագում, այն հանգամանքից ելնելով, որ արդյոք միայն մենք ենք դիտում կամ որոշ փորձագետներ են եւ մասնագետներ են նկատում, որ պարոն Փաշինյանը կարող է նույն թեմայով նույնիսկ մի քանի ժամվա ընթացքում տարբեր կարծիքներ հնչեցնի եւ արդյոք ոչ ոքի մոտ որևէ մեկի մոտ հարց չի ծագում, իսկ ինչպես համակարգային եղանակով կարելի է այս երևույթը կասեցնել։ Ես ուզում եմ հասկանալ, մենք հակակշիռներ այս իշխանությանը ունենք եւ արդյոք պիտի ունենանք ընդհանրապես ցանկացած իշխանությանը, որը պիտի գա, որովհետեւ հիմա խոսում ենք իմպիչմենտի մասին,
թեկուզ եւ որոշակի ալիքաձև շարժում է սա, բայց այսուհանդերձ մենք խոսում ենք այդ մասին, խոսում ենք որ հաջորդ պիտի լինի, բայց արդյոք հաջորդը եւս պիտի նմանատիպ իրավիճակում շարունակի կառավարել եւ ստացվում է որ կարող է էլ ավելի բեթարից ազատվելու կարիք լինի հետագայում։ Այսինքն դուք մի շատ կարևոր հարց եք տալիս։ Հավանականությունը մեծ է, որ մրից դուրս գանք, մրջուրուն ընկնենք։ Ձեր մտահոգությունը մեծ իմաստով ժողովրդական այդ ասույթով էսպես կարելի է մակնաբանել։ Հա, մենք դժգոհ ենք Փաշինյանից։ Նախկիններից դժգոհեցինք, բերեցինք, այս մեկին դժգոհում ենք, էլ ավելի վատի մոտ գնանք։ Հա, ճիշտ եք ասում, սարքեցինք բանի խավության նոխած, նրա հաշվին մենք փորձեցինք գործող իշխանությունը։ Փորձեց ոնց որ ասենք դիվիդենտներ հավաքել, բայց այսօր ակնհայտ է մի պարզ բան։ Տեսեք, իրենց հարցումները ցույց են տալիս, որ մոտավորապես 86%-ը հասարակության, գոնե հարցվողների, այդպես ասենք, հասարակության այսօրվա գործող իշխանությանը չի վստահում։ Բայց պարադոքսն է, որ այդ նույն հասարակության ոչ պակաս ավելի մեծ հատված չի վստահում նաև ընդդիմությանը։ Այո, հատկապես պարլամենտական։ Այսինքն թվում էր, թե գործող իշխանության հեղինակությունը, ռեյտինգը պետք է նվազեր ի շնորհիվ ընդդիմության ակտիվ գործողության։ Բայց պարզվում է նրա ռեյտինգը ընդդիմության գործողության հետ կապ չունի։ Ինքը Նիկոլ Փաշինյանը քայլեր է կատարում, ինքը ռեյտինգը իջեցնում է հասարակության աչքերով։ Հիմա հարցը ես վերադառնում ձեր հիմնական հարցադրում, որտեղ դա շատ կարևոր հարց է։ Հետո որ խնդիրը հետևյալն է։ Երբեմն ինձ ասում են մեր նպատակը Նիկոլից ազատվելն է։ Ես մերժում եմ այդ թեզը։ Գիտեք ինչու՞։ Որտեղ մեր նպատակը Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքում ձևավորված կամ հետևանքով ձևավորված սպառնալիքները մեղմելը կամ չեզոքացնելը, դա է նպատակը։ Նիկոլ Փաշինյանից ազատվելը դա խնդիրներից մեկն է, շատ կարևոր խնդիր, որտեղ եթե վերլուծենք իրադարձությունների զարգացումը, առանց սխալվելու հավանականության կարող ենք ասել, որ այսօր հերթական կամ կարևորագույն մարտահրավերներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է։ Մեր հասարակության, մեր պետությանը, պետականության երկարաժամկետ հատվածում դինամիկ զարգանալու ինստիտուցիոնալ կարողություններ ձևավորելու տեսանկյունից։ Հետևաբար խնդիրը պետք ճիշտ ձևակերպենք։ Այսինքն ես կարծում եմ նպատակը որևէ մեկի ընդդիմադիր կլինեք, մտածող քաղաքացի կլինեք, գրող եք, կոմպոզիտոր եք, չգիտեմ, ցանկացած մտածող մարդու համար նպատակը պետք է լինի այս պետության ու պետականության գավիժումը բեկել։ Դրա համար պետք է չեզոքացնել, փորձել չեզոքացնել, եթե ոչ գոնե մեղմել, այն սպառնալիքները, որոնք ձևավորվել են Փաշինյանի գործունեության գործողությունների հետևանքով։ Սա է մեր նպատակը։ Այդ ճանապարհին շատ խնդիրներ պետք է լուծենք, բայց ամենակարևոր խնդիրը, այո, իշխանափոխություն, որտեղ ինքը նոր սպառնալիքների ձևավորման աղբյուր է դարձել։ Իշխանությունը գործող։ Սպառնալիքներից էր անվտանգությունը, պետականության կորուստը հնարավոր։ Դες դա անվանում են պետականության մեր պետականության ինստիտուցիոնալ կայացմանը միտված, դեմողված կործանարար գործընթաց։ Այս միտքը արդեն երրորդ անգամ եք ասում, ես ուզում եմ հասկանալ կոնկրետ ինչի նկատի ունեք դա ասելով, կոնկրետ որ համակարգներն են թերի մեր երկրում։ Բոլորը վերջերս պարզվեց, որ գիտեք ինչ կա, բանակն էլ մեզ պետք չի, այ քեզ բան։ Ասում եք, գիտեք, ընդ որում թութակի պես շատերը կրկնում են իր ասածը։ Հիբրիդային, կանչեք որոցը մեկին, ասեք թող ձեզ բանաձևեն ինչ է նշանակում հիբրիդային պատերազմ։ Ուզում եք գրаж գամ ձեզ հետ։ Չեն ասելու, որտեղ պատկերացնել չունեն ինչի մասն է խոսքը։ Հիբրիդային պատերազմ տերմինը միջազգային գլոբալ քաղաքական տերմինոլոգիայի մեջ մտել է 2005 թվականից։ Դրա հեղինակը բրիտանական վերլուծական կենտրոններն են, որի ամբողջ իմաստը կանում հետևյալում։ Ժամանակն է գիտակցել, իդեպ մարդկությունը իր ամբողջ պատմության ընթացքում վարվել է այդպես, բայց հիմա դա բանաձևեցին։ Ժամանակն է գիտակցել, որ պետությունն իր հակառակորդ պետությանը կամ թշնամի պետությանը ծնկի բերելու շատ կոպիտ եմ ասում, հա, այսինքն նրան քո կամքը թելադրելու համար
պետք չի միշտ օգտագործել բանակը կամ զինված ուժերը, որտեղ պատերազմը որպես կանոն զուգորդվում է կամ ուղեկցվում է շատ լուրջ կորուստներով, թե մարդկային եւ ոչ միայն։ Հետևաբար, իսկ միգուցե կան այլ ռեսուրսներ, որոնք հնարավորություն կտան հասնել ձեր իսկ նպատակին գործ-թշնամի պետության հանդեպ, առանց ռազմական գործողությունների դիմելու, այսինքն ռազմական գործողությունների դիմում ես այդ ամբողջ միջպետական հարաբերություններում քո հակառակորդին քո կամքը պարտադրելու գործընթացում դիտում ես որպես ամենածայրահեղ եւ երբեմն ոչ ցանկալի միջոց։ Դրանք այո, դա դիվանագիտությունն է, քաղաքական ճնշման ձևերն են, տնտեսական ճնշման ձևերն են եւ այլ, այսինքն հիբրիդային պատերազմ ասելով, օրինակ ասենք թե քարոզչական տեխնոլոգիաները, որոնք օգտագործում են ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգտագործմամբ, դա հենց հիբրիդային պատերազմի լավագույն ձևն է։ Այսինքն քո հակառակորդի մոտ ձևավորում ես քո իր նկատմամբ անվերապահ գերակայություն։ Հիմա ասացեք, խնդրեմ, երբ որ ինձ ասում, ես լսում եմ, որ գիտեք ինչ կա, վայ հանգարցակի չջաղայնացնենք Ալիևին, որովհետև նա կարող է պատայի զայրանա, իսկ եթե զայրացավ մեր վիճակը բարդ կլինի, սա ինչ է նշանակում, եթե ոչ հիբրիդային ճանապարհով ջուր լցնել Ալիևի ջաղացին։ Ուրիշ բան չեք ասի դուք։ Հասկանում եք, ես այս երկրի շարքային քաղաքացի եմ։ Մոռանանք իմ տիտղոսները։ Ես այս երկրի պետության ու անկախության համար գիշերներ եմ, անքուն գիշերներ եմ անցկացրել։ Դնենք մի կողմ։ Ես իրավունք ունեմ մտահոգվելու իմ զավակների ապագայով։ Դուք իրավունք ունեք ձեր ընտանիքի անդամների ապագայով մտահոգվելու։ Բոլորիս իրավունքն է դա, չէ՞։ Հիմա դրա համար ես հարց եմ տալիս։ Ես ընդ որում եւ նույնիսկ Facebook-յան իմ էջում մի անգամ այդպես մի post էի դրել, բաց հարցաշար վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Շարադրել է հարցեր։ Այդպիսի հարցեր միայն իմ մոտ չեն առաջանում։ Ցանկացած քաղաքացու մոտ, այս երկրի մտածող քաղաքացու մոտ առաջանում են։ Հիմա ես հարց եմ տալիս։ Ակնհայտ է, չէ՞, որ սոտ խոզնավար հատվածի այս ամբողջ ընթացքում բոլոր ռազմավարական բարձունքները, չասենք ինչ պատճառով, բայց հայտնվում են քո թշնամի պետության ռազմական վերահսկողության տակ։ Կամավոր քո որոշումով դու այն ժամանակ գերագույն գլխավոր հրամանատար ես։ Ձյունապատ գագաթը ումա պետք, որ մենք դրա վրա ռեսուրս ծախսենք։ Մենք արդյունքում տեսանք, թե ոնց են քայլելով Սև ջրի մոտ, չէ, քայլելով իշխանասարում գալիս մեր դիրքերը վերցնում, քայլելով մեր զինվորների հետևին քացով խփելով։ Մենք տեսել ենք սա։ Այս կադրերի հեղինակը ես չեմ։ Այս կադրերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Ես ոնց հիմա վստահեմ։ Ոնց ասեմ, երբ որ Ալիև ասում է, լսեք, Արևմտյան Ադրբեջան ու դա դարձրել արդեն պետական քաղաքականություն։ Երբ որ ինքը խոսում է առանց թաքցնելու, որ իր աստեղային ժամն է, եւ Ալիևը այդ շանսը ձեռքից բաց չի թողնելու։ Նա իրան թվում է, թե իր ժողովրդի պատմության մեջ իր անունը կգրվի ոսկե տառերով իր օրից հետո, երբ որ հայոց պետականությունը որպես այդպիսին աշխարհակաղակական ֆակտոր տարածաշրջանում վերացնի։ Սա ակնհայտ է, պետք է կուժ լինել նախ եւ առաջ մտոք, որսի այս ամենը չհասկանալ։ Եվ հիմա այս ամենին փորձել հակադրել, գիտեք ինչ կա, պետք է մենք փայփայենք նորելուկ նորացին խաղաղությունը, այս նորացին խաղաղությունը ուզում եք գրած գամ ձեզ հետ։ 9 ամսից հետո մեռելացին է լինելու։ Ցավոք սրտի, վաղաժամ։ Նույնիսկ եթե 9 ամիսը մենք ես նկատում եմ լավագույն դեպքում Ալիևները կսպասեն մինչև ընտրությունները, որտեղ ընտրությունները Նիկոլ Փաշինյանը փորձել է օգտագործել այս խաղաղությունը, թվացial խաղաղությունը, փորձել է օգտագործել։ Անցյալ օրն ասում եմ մենք ինչքան 17 ամիս թե 170 օր ինչ որ տես մի թիվ էր ասում, սահմանի վրա կրակոց չի եղել։ Հա։ Միգուցե, բայց ես հիշում եմ, որ վերելակում Դուշանբեում, վերելակում պայմանավորվածություն ձեռքբերումից հետո ոչ թե 17 ամիս, թե 1 ու 7 ամիս, չգիտեմ ինչքան, 170 օր, 1070 օր սահմանի վրա կրակ չէր եղել, բայց այդ ամենը ավարտվեց 44-օրյա պատերազմով։ Հեքիաթներ են դրանք։ Պարոն Հարությունյան,
Ինչ անել։ Ինչ անել։ Նայեք։ Արդյոք այսօր այս փոխվող աշխարհում, որը որ հո միայն մենք չենք հայերը եւ ադրբեջանցիները, չէ, թուրքերը, միայն մենք չենք։ Կարինե։ Գուցե մենք Ես ասեմ, որ դուք իմ դուրս գալիս եք։ Անկեղծ եմ ասում։ Ես բանյան մի ռադի կրասնու ստացա։ Իհարկե դուք ճիշտ եք։ Բայց ես խնդիր այլ կերպ կդնեի։ Արդյոք մենք արձանագրեցինք խնդիրները, մենք կարող ենք շարունակենք այդ խնդիրները։ Արդյոք այս խնդիրները, եթե չեզոքացնելու ոչ, ապա գոնե մեղմելու համար Հայաստանի Հանրապետությունը ռեսուրս ունի, թե ոչ։ Ես ասում եմ այո, ունի։ Եվ ես չարադրել եմ բազմաթիվ անգամ։ Ընդ որում իմ մոտեցումներին ծանոթ է թե Նիկոլ Փաշինյանը եւ թե նրա տեղակալը Մհեր Գրիգորյանը։ Ինչը ես նկատի ունեմ։ Ըստ էության մեր առջև երկու լրջագույն խնդիր է կանգնած։ Մեկը սահմանազատում, սահմանագծում, մյուսը ապաշրջափակում։ Հիմա եկեք բարձրաձայն մտորենք Կարինե, ձեզ հետ միասին։ Եռակողմ հայտարարությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ինչի մասին էր։ Մեծ իմաստով հրադադարի։ Մեծ իմաստով այն բոլոր կետերը, որոնք ընդգրկված են այդ եռակողմ հայտարարության մեջ, եթե այդ բոլոր կետերը իրականացվեին, պետք է հրադադարը դառնար կայուն, անշրջելի, հետաբար եւ խաղաղության համար կարելի էր ասել մեկնաձեռքերարության վրա կարելի էր խաղաղություն դարձնել արդեն շատ շոշափելի կարճատև ապագայում։ Այսինքն եռակողմ հայտարարությունը հրադադարի մասին էր։ Այդ թվում կրկնեմ, այդ թվում եւ շատ կարեւոր եմ սա համարում, այդ թվում նրա 9-րդ կետը։ Այդ թվում նրա 9-րդ կետը։ Այդ մասին էի ուզում ասել։ Հիմա տեսեք, նույնիսկ, տեսեք, ես ասեմ, նույնիսկ այն, որ Ադրբեջանը մնացած բոլոր կետերում իր վրա դրած պարտավորությունները չկատարեց, ոչ միայն չկատարեց, այլ ձախողեց, ընդ որում արհամարական, կամարանքով, իրեն իրավունք վերապահելով, որ այդպես է պետք է ինքը վարվեր, հա? Ոչ միայն մենք ինչ որ պլանավորել ենք կամ պարտավորվել ենք կատարեցինք, հələ երկու հոգու հանցագործություններ հետ վերադարձրեցինք, չէ՞, ականազերծման կամ ականապատման քարտեզներ տվեցինք, որոնք գրած չէր դրա մասին, չէ՞, բանավոր ընկալման բադլից մեր զորքերը հետ քաշեցինք, մենք այսքան բան արել ենք, ալեւ ոչ մի չի արել։ Բայց նույնիսկ այդ պայմաններում 9-րդ կետը հետաքրքիր է քննարկելու տեսանկյունից, որտեղ շատ էական էր։ Ինչ էր ասում 9-րդ կետը։ 9-րդ կետն ասում էր, որպեսզի հրադադարը լինի անշրջելի, ապա ճիշտ կլինի, նպատակահարմար կլինի երկու թշնամի պետությունների միջև ձևավորել այնպիսի տնտեսական համագործակցության ենթակառուցվածքների այնպիսի կոնֆիգուրացիա, որի արդյունքում կամ որի հետևանքով երկու պետությունները նախ հնարավորություն կունենային երկուս թեք փոխշահավետ առևտրատնտեսական հարաբերություններ ձևավորել, հետևաբար կսենք կամաց ժամանակի ընթացքում միմյանց վստահել, իսկ վստահությունը հիմք է ապագա խաղաղության համար շատ կարևոր ինստիտուցիոնալ կարողության հիմք է, եւ երկրորդ ամենաեականը, որ այդ կոնֆիգուրացիան պետք է լիներ այնպիսին, որ կողմերից որևէ մեկին զերծ պահեր դիմացին նկատմամբ ճնշում գործադրելով միակողմանի օգուտներ կորզելու գայթակղությունից։ Սա է ապաշրջափակման իմաստը։ Այսինքն ես եւ դուք ապաշրջափակման արդյունքում ավելի շատ նախապատվությունը պետք է տնտեսական համագործակցության, որտեղ այդտեղ մենք շատ ավելի մեծ էֆեկտներ ենք ստանում, քան եթե ես պետք է այլ կերպ ուժ գործադրել ու ոչ միակողմանի բաներ կորզել։ Ապաշրջափակման ամբողջ իմաստը Կարինե սա է։ Եվ հիմա հարց։ Արդյոք այն ինձանից ասեմ 9-րդ կետի մնացած շարունակությունը, որը վերաբերում է Մեղրիով Ադրբեջանին Նախիջևան միացնելու մասին, այդ թեզը ես ենթադրում եմ, որովհետև ոչ մեկ հակառակը չի պնդել, հայտնվել էր այդ փաստաթղթի մեջ ի հակակշիռ Լաչինի Միջանցքի պահանջին։ Որովհետև Լաչինի Միջանցքի ամբողջ իմաստը իդեպ մենք էլ եւ գործող իշխանությունը եւ ընդդիմությունը բոլորս ինչքան կարողացել ենք Լաչինի Միջանցքի գաղափարը աղավաղել ենք։ Լաչինի Միջանցքը դա ճանապարհ չի, լոկ։ Մեքենայով գնանք գանք, ապրանք տանենք բերենք, ոչ։
Լաչինի միջանցքը դա քրիտիկական ենթակառուցվածքների համալիր էր։ Այսինքն Լաչինի միջանցք ասելով մենք հասկանում ենք ոչ միայն ճանապարհ, այլև խողովակաշարերը, ջրամատակարարման կամ գազամատակարարման բարձրավոր լարերի ցանկ ամբողջ, մալուխներ եւ այլն։ Այսինքն Լաչինի միջանցքը ինչու էր դա կոչվում միջանցք եւ ինչու պետքա դա լիներ Ադրբեջանի վարչական, քաղաքական, ռազմական վերահսկողությունից դուրս, որտեղ այդ միջանցքը Արցախի հանրապետության բնակչության բնականon կենսագործունեություն ապահովելու միակ հնարավորությունն էր։ Կենսական ուղիներ ես կասեի։ Այսինքն բնականon կենսագործունեություն ապահովելու քրիտիկական ենթակառուցվածքների համալիր։ Սա էր միջանցք հասկացողությունը։ Այդպիսի միջանցքի անհրաժեշտություն Նախիջևանը չունի, որտեղ Նախիջևանը անկլավ չէ։ Նախիջևան միջև 30 տարվա ընթացքում Ադրբեջան շատ հարմար օգտվել է Պարսկաստան Իրանի հնարավորությունից տարեկան 250-ից 350 միլիոն խորանարդ մետր գազը մատակարարվել Նախիջևանին։ Նախիջևանը անկլավ չէր։ Բայց կրկնում եմ, այդ թեզը Ալիևը փորձեց օգտվել, քանի որ դուք Լաչինի միջանցք եք բարձրացնում, չէ՞։ Ես էլ ուզում եմ այդ մեղրիով միանալ Նախիջև հերավար նկատառումներից ելնելով կամ դրանց հիման վրա։ Հիմա հարց շատ բնական է, չէ՞։ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության արդյունքում ոչ միայն հայությունը վերացավ, այլ Լաչինի միջանցքը ընդհանրապես գոյություն չունի, այսինքն ֆունկցիոնալ առումով զրոյացել է։ Հարց. Եթե դա այդպես է, ինչու ես պետքա քեզ հետ քննարկեմ մեղրիով ինչ որ ճանապարհ տալու մասին։ Այն էլ այն դեպքում, տեսեք, սա շատ էական է, որ մեղրիով հաղորդակցությունը չի բավարարում այն պայմաններին, որ ես նորից ասում եի ապաշրջապակման հետ կապված։ Հայաստանի մեղրիով հաղորդակցությունը ոչինչ չի տալիս։ Հավատացնում եք, ոչինչ, ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ աշխարհաքաղաքական, ոչ աշխարհատնտեսական ոչինչ չի տալիս։ Որպես ես մերկա պարանոց հայտարարությունների հեղինակ չլինեմ, թեպետ ես կարող եմ սա հիմնավորել, հարցը դա չի։ Վերցրեք, կարծեմ, եթե չեմ սխալվում, այս տարվա հուլիսի 18-ից թե 28-ի կարող սխալվում եմ, Forbes ամսագրում Մելիք Կայլաներ, այդպեսի, ոնց որ թե ազգությամբ թուրք էր։ Հաշվարկերանում Զանգեզուրի ճանապարհով որ գրում է թե ինչ է ստանում կողմերը Զանգեզուրից։ Այդ միջանցքից կամ ինչպես իրանք են օգտագործում։ Ասում Թուրքիայի արտահանման ծավալները 310%-ով ավելանալու են, 160 միլիարդից կդառնան 510 միլիարդ, առաջիկա շոշափելի հատվածում։ Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը տարեկան 2%-ով ավելանալու է։ Միջինասիական պետությունները մոտավորապես իրենց էքսպորտային հնարավորությունները կավելանան մոտ 100 միլիարդ։ Ով է տուժելու։ Ռուսաստանը տրանզիտ կարողությունները կնվազեն 10-20%-ով, Իրանը նրա տրանզիտ կարողությունները կնվազեն 30%-ով։ Ինչ է շահելու Հայաստանը։ 2% չէ։ Հայաստանին Եվրոմիությունը կխոստանա 2.5 միլիարդ եվրո Հայաստանը Եվրոմիությունից կխոստանա, մենք 2.6 միլիարդի մասին, այսինքն մենք ոչինչ չենք ստանում։ Վրա ոչինչ չենք ստանում, նրանք կոնկրետ են ստանում։ Մենք էլ տարածքն ենք Իսկ օգոստոսի 8-ին նաև ստացավ 907-ի բանաձևը վերացավ եւ Մինսկի խումբը վերացրեցինք մենք, չէ՞։ Այսինքն մենք այդ մարդիկ ամեն ինչ շոշափելի բուկվալն վաղն են ստանալու, իսկ մենք Յարաբ Եվրոմիություն մեկը մի Եվրոմիություն փոխ տա։ Այսօրվա դրությամբ։ Հետեւաբար ես տեսեք, ես ինչ եմ ասում, սա ոչինչ չի տալիս։ Հայաստանին ոչինչ չի տալիս այդ մեղրու փոքր 43-40 ասում են գիտեք ինչքան մենք հնարավորություն ենք ստանում այդպես դուրս գանք բան ինչ են ասում Պարսից ծոց չեմ անում ես ուր հասնենք Ռուսաստան եւ այլն հիմա ես հարց եմ տալիս իդեպ մի օրինակ էլ ասեմ բերեմ որտեղ դա կարծում եմ ձեր լսարանին կարող է տակշի 92 թվականին ես վարչապետ էի Մինջևանում դա այն կայարանն էր որից հետո սկսում էր մեղրին Մինջևանում Իրանի Հանրապետությունը կուտակել էր մոտ 2000 վագոն բեռ։ Եվ Իրանի իշխանությունները ինձնից պահանջում էին բառից բուն իմաստով, որ ես մեղրին հատվածը բացեմ, իրանք իրենց բեռները տանեն Օրդոբադով, Ջուլֆայ, միշտ տենց է տարել։ Ես բացատրում էի, որ այն ժամանակ Նռնեուն ու հիմա այն ժամանակ Նյովադի շրջանում լուրջ մարտեր էին գնում, ու եթե ես այդպիսի հնարավորություն տամ ռազմական
այդ իրանական բեռներին, ապա չի բացառված, որ ադրբեջանական զինված ուժերը կարող են օգտվել դրանից եւ մենք կորցնենք ամբողջ տարածքը։ Եվ ես մերժում եմ իրանց։ Ես ասում եմ, գիտեք, դուք հնարավորություն ունեք։ Բեռները տարեք Բաքու եւ Բաքվից Ղազախ, Ղազախից Իջևան, Իջևանից Դիլիջան, Երևան ու խնդրեմ Նախիջևանով, իչեք, ծախսերն առաջանում, ես ասում եմ, ես պատրաստ եմ այդ ծախսերը կոմպենսացնել։ Բայց սա է լինելու ճանապարհը։ Որպեսզի մենք խնդիրները լուծենք, որպեսզի այս խնդիրը օրակարգից դուրս գար, ես լավ չեմ հիշում, կամ սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին 92 թվականի մտել եմ նախաձեռնության անվտանգության խորհրդի նիստին, խնդրել եմ թույլ տալ կառավարությանը մեղրու երկաթգիծը պայթեցնել։ Այո։ Հասկանում եք, որովհետև քանի կար երկաթգիծը սանտատ խնդրեմ է ունենալու։ Չկա երկաթգիծ, չկա խնդրեմ։ Այդպես էլ արեցինք։ Եվ միանգամից այդ հարցը դուրս եկավ օրակարգից։ Իհարկե, Իրանը իր բեռները տարավ Բաքու, հետո Բաքվից Կասպից ծովը իջացրեց, բայց դա խնդիրը դա չի։ Ես ասում եմ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապաշրջապատման ամենալավագույն տարբերակը, որը բխում է երկու եթե մենք ազնիվ ենք, եթե իրոք մտածում ենք խաղաղության մասին, եթե մենք ուզում ենք ձևավորենք երկու ստեկ փոխշահավետ առևտրային կապեր, որոնք կբերեն վստահություն կառաջացնեն պետությունների միջև, հետաբար եւ խաղաղության համար նախադրյալներ կստեղծեն։ Դրա միակ տարբերակը Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, այսօր մենք կարող ենք դուրս գալ Վանաձոր եւ Գյումրիով, խնդրեմ, ուզում եք գնացեք Ղարս կամ ուզում եք իջեք ներքև Արարատով գնացեք Նախիջևան։ Այսինքն, արդյոք դուք ինձ տեղից չես սկսեցինք, մենք ունենք ռեսուրս։ Ես ասում եմ, այո, սա ես անվանում եմ մեր աշխարհագրական դիրքը։ Ընդ որում այս ճանապարհի համար հիմա էական ծախս պետք չէ անել, ի տարբերություն այն ճանապարհի մոտավորապես $5 միլիոն են ծախսում եւ այսօր այդ բանը Իջևան Դիլիջան գիծ աշխատում է։ Ընդ որում, տեսեք, ես անվանում եմ սա տարբերակ ռեսուրս, ինչու ռեսուրս, որովհետև մենք մեր աշխարհագրական դիրքը վեր ենք ածում աշխարհակահաղական պոտենցիալի։ Ինչու՞։ Որովհետև եթե այս գիծը սկսի են աշխատել, եթե մենք սա համարենք, ներկայացնենք որպես միակ տարբերակը, գոնե այս փուլում։ Ես չեմ ասում վաղը միսը 10 տարի հետո կարելի է այդ մեղրու գիծը, եթե սա աշխատեց, կարելի է մեղրու գիծն էլ բացել։ Թողնենք դա, բայց այս փուլում որսի մենք նպաստենք խաղաղությանը եւ մենք որևէ վստահություն եւ երաշխիք ունենանք փոխշահավետ տնտեսական համագործակցություն, միակ տարբերակը դա է։ Ընդ որում մենք այդ տարբերակով նաեւ հայտնվում ենք չինական 1 գոտի 1 ճանապարհ ուղու վրա ծրագրում եւ այս է էական եւ քանի որ չինացիները բոլորը վերջերս նույն ռազմավարական հռչակագիր ստորագրվեց, չէ, երկու պետությունների միջև եւ վաղուց արդեն չինացիները վերջ շրջանում շատ հաճախ են խոսում, որ իրանք պատրաստ են Հայաստանի տարածքը օգտագործել իրանք բեռների տրանզիտ իրականացնելու համար։ Ապա մենք դառնում ենք որպես դառնում ենք այդ ծրագրի, մեգա ծրագրի մաս, հետեւաբար մեր անվտանգությունը ակամայից դառնում է Չինաստանի համար հետաքրքիր, որտեղ ինքը շահագրգռված է դառնում, որովհետեւ մենք անվտանգ լինենք իր բեռնափոխադրումն, այսինքն սա, ես դրա համար եմ ասում, սա մեր աշխարհագրական դիրքը, աշխարհակահաղական պոտենցիալի, то есть նոր բովանդակություն, նոր բնույթ, նոր նովազնաչիմость ձեռք բերելու հնարավորությունը։ Հարց, ինչու սրա մասին չեն խոսում։ Ես այս մասին կրկնում եմ, այս ինչ որ ես ձեզ ասում եմ, այս մասին մանրամասն տեղյակ է Մայր Գրիգորյանը, որ այսպիսի բանակցություններ է վարում, նույնչափ մանրամասնորեն տեղյակ է նաև Նիկոլ Փաշինյանը։ Հարց, ինչու չեք գնում այս ճանապարհով։ Ինչու եք կպել այդ 47 կիլոմետրից, երբ որ դա մեզ ոչինչ չի տալիս։ Իդեպ, մի շատ կարևոր բան էլ ասեմ Կարինը։ Բաքու, Ղազախ, Իջևան, իմ նկարագրած Դիլիջան, Վանաձոր, Գյումրիով դեպի Ղարս 260 կիլոմետրով ավելի կարճ է, քան Բաքու Թբիլիսի Ղարսը 260 կիլոմետրով եւ մոտավորապես 256 կիլոմետրով ավելի կարճ է, քան Բաքու Մեղրի Նախիջևանի Շարուրից դեպի Իգդիր Ղարս։ Այսինքն բոլոր պարամետրներով այս նկարագրած սխեման մարշրուտը ձեռնտու է թե Հայաստանին, թե Ռուսաստանին եւ Ադրբեջանին եւ այդ մարշրուտը ոնց որ Էրդողանն աշած սիրում ասել Պեկին, Լոնդոն այդ միջանցքի բոլոր խաղացողներին ինչու չեն անում։ Իրանին է չեն գրգռի ավելորդ անգամ։ Ընդհանրապես դրա անհրաժեշտություն չկա։ Հասկանում եք։ Ինչու հարց եմ տալիս։
Ես օրինակ ուզում եմ իմանամ, ձեզ մոտ հրավիրեք Մհեր Գրիգորյանին։ Հարցրեք, ինչու այս առաջարկը պարզ, ընկալելի, մեկնաբանելի եւ հիմնավոր, ինչու չի դրվում սեղանը։ Հիմա ձեր ինֆորմացիայով Տրամպի ուղին որ հատվածներ այս ամբողջ հատվածում Դե Տրամպի ուղի կոչեցել այդ մեղրու այդ 40 քանի կիլոմետրն այլ է։ Դա ոչինչ չի, ես կրկնում եմ, չգիտեմ ով է շահում, այսինքն բոլորը շահում են, մենք հաստատ չենք շահում։ Գետնի վրա գործնականում ոչինչ չենք շահում։ Ես բան եմ ասում։ Քանի որ մենք արդեն սովոր ենք, չէ՞, լսել, որ եկեք մեր հարևաններին ավելորդ անգամ չգրգռենք, հարևաններից էլ միայն մեզ հետաքրքիր է Ադրբեջանն ու Թուրքիան, հիմա միգուցե ամերիկյան երաշխավորությունն է հարցը, որ չենք ուզում Չինաստանի հետ հնարավորություններ ընդլայնենք։ Տեսեք, ես ընդդիմադիր գործիչ եմ։ Իմ այսքան զրույցի ժամանակ ձեզ հետ միասին որևէ մի բառ կամ որևէ մի թեզ իմ կողմից հնչեցված կարող էր մեկնաբանվել պատերազմի հրձիքին բնորոշ թեզ։ Ես ավելին ձեզ ասեմ, ես թե որպես վարչապետ, թե որպես ազգային ժողովի նախագահ, թե որպես պատգամավոր եւ պետական այլ պաշտոնում, ես միշտ առաջնորդվում եմ պարզ թեզով։ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որին երկարաժամկետ հատվածում դինամիկ, անվտանգ զարգանալու համար խիստ կարևոր է իր հարևանների բարի դրացիական հարաբերություններ ունենալ։ Ինչու՞։ Որովհետեւ սա միակ երկիրն է, որ բացով ելք չունի։ Հետևաբար մեր զարգացման հեռանկարները միշտ պայմանավորված կլիներ մեր հարևանների քաղաքական կամեցողությամբ։ Հետևաբար մենք այն ժողովուրդն ենք ու այն պետությունը, որի համար խաղաղություն օդու ջրի պես պետք է, բայց այդ խաղաղության եմքում ոչ թե պետք է լինի մանրամասն աղբորպես խնդրում եմ, ոչ, պետք է լինի միմյանց հարգելու, միմյանց շահերը երկարաժամկետ դինամիկ զարգանալու առումով, հա, շահերը հարգելու սկզբունք, այսինքն արժանապատիվ խաղաղության մասն է խոսքը գնում։ Չկա ուրիշ մոտեցում։ Այն ինչ որ ես առաջարկում եմ, դա արժանապատիվ խաղաղության մոդելն է, որովհետև չի կարող ինձ Ալիևը ասի, գիտեք, ինչ կներեք դուք հիմարություն եք ասում։ Չի կարող ասել, որովհետև ես հիմարություն չեմ ասում, ես փաստերով եմ խոսում իր հետ։ Չի կարող ինձ ոչ Պուտինը, ոչ չեմ անում դե Փեզեշկյանը, Տրամպը նույնիսկ իր ամբողջ մեծ անձնակազմով ոչ մեկ չի կարող այդպեսի բան ասել, որովհետև սա շատ բնական եւ տրամաբանական է։ Կրկնում եմ, ապա շրջապակում ասելով մենք պետք է հասկանանք երկու թշնամի պետությունների միջև տնտեսական համագործակցության կոնֆիգուրացիա, ենթակառուցվածքների այնպիսի կներեք, ենթակառուցվածքների այնպիսի կոնֆիգուրացիա, որը կողմերին կնպաստի երկուստեք փոխշահավետ առևտրատնտեսական հարաբերություններ ձևավորելուն, բ զերծ կպահի գայթակղությունից ուժ կիրառելով միակողմանի օգուտներ կորզելու։ Սա է ապաշրջապակման մոդելը, ուրիշ մոդել գոյություն չունի։ Իմ նկարագրած սխեմայով ուզում եք դուրս եկեք Պարսիստով, ուզում եք գնացեք հասեք Բրազիլիա։ Իրենց նկարագրած սխեմայով, իրենց նկարագրած սխեմայով իրենց սխեմա չեն նկարագրում։ Դե մեղրի հատվածը այսպես անխոչնդոտ թույլ տալով, որպեսի անցնի ադրբեջանական, որտեղ գիտեք, հետևանքները որոնք են լինելու մեզ համար։ Տեսեք, լրագրողական համայնքի ամենամեծ սխալը գիտեք որն է։ Դուք տեսեք, ես ձեզ մի ժամ խոսում եմ, բացատրում եմ, թե ինչքան կարևոր է Բաքու, Ղազախիջևան այդ երթուղին, մենք հետ ենք գալիս, ինչու պետք չի մեր, ես կներեք, թքած ունենամ մեղրու պրոյեկտի վրա, ոչ թե մեղրի վրա, այդ պրոյեկտի վրա։ Հասկանում եք, դա ոչինչ չի տալիս Հայաստանին։ Կրկնում եմ, ոչինչ չի տալիս։ Իսկ ինչ հետևանքներ կարող լինեն, որովհետև մենք կարող ենք շատ լավ բաներ առաջարկել, բայց եթե չեն ընդունում, ժողովուրդն էլ այս հարցը այդ խորհուրդը չի դիտարկելու։ Այստեղ կանգնեք։ Ինձ ասում եք, գիտեք ինչ կա, դուք ճիշտ եք, բայց կարող է Ադրբեջանը Ալիևը չհամաձայնվի։ Կներեք, եթե այդպես է, Ալիևն ինչ ասում արեք։ Եթե ձեր վարքագիծը խարսված այդ թեզի վրա այնպիսի բաներ չասե, որ հանգարց Ալիևը չմերժի, ուրեմն կներեք անիմաստ եք դուք։ Ինչով եք զբաղված դուք։ Ինչով եք դուք զբաղված։ Դուք Ալիևի վարչություններից մեկն եք։ Ալիևի ապարատի վարչություններից մեկն եք, եթե դուք տենց եք մտածում։ Իսկ ես ասում եմ ոչ։ Ես ասում եմ, ես ներկայանում որպես Հայաստանի քաղաքացի, որպես Հայաստանի նախկին վարչապետ, ազգային ժողովի նախկին նախագահ։ Ես ասում եմ, լսեք, դուք համաձայն եք, որ խաղաղությունը աներկբա եւ ձեզ եւ մեզ պետք է։ Ասեք այո թե ոչ։ Եթե ասում այո, ուրեմն եկեք ընդունեք, որ ապաշրջապակման այս մոդելը թերևս ամեն շատ է ձեզ եւ ինձ մեզ մոտեցնում այդ բաղձալի խաղաղությանը։
կներեք բանակցելը պետք։ Կներեք բանակցելը պետք։ A, B պետք է հավատալ եւ նվիրված լինել սեփական պետության ապագային։ Կներեք ես սա չեմ տեսնում։ Այս Եվ տեսեք այս կոնտեքստում պատահական չի, չէ՞ որ ասում են բանակը ում է պետք։ Բանակը ում է պետք։ Կրճատում ենք արդեն ժամկետային զինծառայողների Ну, ես ձեզ ասեմ, ուրեմն նույնիսկ այսքան կամահարական վերաբերմունքի պարագայում բանակի հանդեպ, նույնիսկ այս պարագայում ադրբեջանցիները չեն կարող հաշվի չնստել մեր ռազմական կարողությունները։ Հիշեք էդի։ Դա բացառված է, որ նրանք հաշվի չնստեն։ Ինչքան ուզում է զինվեն։ Ռազմի դաշտում կռվում է զինվորը։ Զենքը միջոց է։ Միջոց։ 44 օրյա պատերազմի ժամանակ ընթացքում, 44 օրվա ընթացքում, եթե մի պահ Շուշիի հանձնելը հանենք, որտեղ մենք Շուշին նվիրել ենք։ Որպես բոնուս տվեցինք նրանց։ Եթե մի պահ դա վերցնենք, հանենք, չէ՞։ 44 օրվա ընթացքում Ադրբեջանը ունենալով Թուրքիայի ու Իսրայելի սարսափելի աջակցությունը ընդամենը 3-4 ռայոններ ազատել։ Դա էլ այն դեպքում, որ այդ ջահել տղերքը, որոնք որ կոտորվեցին, ես սավով եմ ասում, սա անկեղծ եմ ասում, գիտեք։ Ոչ կարգին ռազմական հրամանատարություն ունեին, ոչ էլ կարգին ռազմական պլանավորում։ Էս չի Ալիևի սաղ թափը։ Այն էլ հարավային հարթավայրային շրջանում, չէ՞։ Էս չի, եկեք ռեալ խոսանք։ Այն էլ այն ժամանակ, որ Հայաստանի բանակը ընդհանրապես չմասնակցեց։ Ռազմական ուժերը ընդհանրապես չմասնակցեցին։ Այո։ Ինչի մասն է խոսում։ Ինձ պետք է ինչ-որ մեկը համոզի, որ Ադրբեջանը եսի ինչա դարել։ Դա ես չեմ ասում, որ հաշվի չնստեն նրա ռազմական կարողությունները հետ։ Սա այդ դրա մասին չեմ խոսում։ Պետք է ներկայացնել։ Պետք է մեր ժողովրդին ներկայացնել վախի։ Գիտեք ինչ կա։ Մի հատ կարծեմ, եթե չեմ սխալվում, Խայամի խոսքերն է, եթե չեմ սխալվում, կարող է սխալվում եմ։ Ասում եմ մի վախեցիք այրուցների ոհմակից, որին ղեկավարում է ոչխարը։ Վախեցեք ոչխարների հոտից, որին ղեկավարում է այրուցը։ Սա է հարցը։ Եթե քո ղեկավարը քո ժողովրդի մեջ վախան ներշնչում, խաղաղության անվան տակ, կներեք, դա արդեն ապագա չի։ Կներեք, սա ինձ համար անթույլատրելի է։ Ես չեմ ասում, որ այն ինչի մասին խոսում, դա հեշտ իրականանալի է, բայց այդտեղ ջանք պետք է գործադրես։ Ջանք բառից բուն իմաստով, աշխատես քո գործընկերների հետ, տեսնենք այդտեղ միջազգային հարթակներում, իսկ մենք ունենք բարեկամեցողներ։ Մենք ունենք, հավատացնում եմ ձեզ։ Ովքեր են, որ կողմում պիտի լինենք, աշխարհը փոխվում է, մենք էլ կարծես սայտնոտի մեջ տարբեր ուղղություններով պետք չի գնալ որևէ մեկի շահի հետևից կամ սպասարկելու հետևից։ Պետք է նախ եւ առաջ սեղաններ քո շահերից բխող մոտեցումներ։ Այն ինչ որ ես նոր ներկայացրեցի, դա ձեռնտու է թե Իրանին, թե Չինաստանին, թե Միջինասիային, թե Թուրքիային, թե Ռուսաստանին, թե Արևմուտքին։ Ուրեմն հետեւաբար հասկանում եք, ուրեմն հետեւաբար սեղանի դու պետք է դնես մի խնդիր կամ մի մոտեցում, մի առաջարկ, որը բխում է քո շահերից, բայց միաժամանակ նպաստավոր է շատ-շատերի համար։ Խոսքը սրա մասին է։ Իհարկե դուք ճիշտ եք, աշխարհը փոխվում է։ Չենք էլ իմանում թե ստեղծվում է տպավորություն, թե ուժն է ծնու իրավունքը, թեզը դարել ամենագերական։ Ճիշտ եք ասում։ Բայց առաջիկա կարճ, հենց մի քիչ բալանսը վերականգնվեց։ Հենց շահերին է կպնում արդեն յուրաքանչյուր։ Հենց բալանսը վերականգնվեց, հիշեք, միջազգային իրավունքն ստելու գործել, հատկապես ուժեղ պետությունների համար, փոքր պետությունների նկատմամբ։ Սա շատ կարևոր հանգամանք ունի։ Հաջորդ թեզը, գիտեք որն է։ Տեսեք, սահմանազատում։ Շատ է, չէ՞, խոսում սահմանազատման մասին։ Ասում է Ալմատայի հռչակագիր։ Ալմատայի հռչակագրում գիտեք ինչ է գրած։ Ընդհանրապես 2 տող, բայց շատ կարևոր տողեր։ Դա ստորագրվել է, ընդգծում եմ, 91 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմատիի գագաթնաժողովում։ Իդեպ պարագաների բերում ես ներկա եմ եղել այդ գագաթնաժողովին։ Այնտեղ ընդհանրապես մի բան է գրած, որ կողմերը, այսինքն նրանք, ովքեր որ ստորագրել են Ալմատի հռչակագիրը, այսինքն դրանք այն քանդվող, կազմալուծվող ԽՍՀՄ-ի ժառանգորդներն են, այսինքն հանրապետությունները, կողմերը
հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ այն սահմանները, որոնք որ ձևավորված են խորհրդային շրջանում, այդ սահմանների նկատմամբ ես բառացի չեմ ցիտում, էլի։ Հարգում են նաեւ այդ սահմանները, որպես համարում են այդ սահմանները անձեռնմխելի։ Այսինքն 91 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խորհրդային շրջանում ձևավորված վարչական սահմանը, վարչական բաժանարար գիծը պետք է կողմերը ընդունեն որպես հիմք եւ ճանաչեն եւ հարգեն այդ սահմանը որպես պետական սահման։ Սա է ամբողջ հիմա մի րոպե։ Հիմա տեսեք իրականում ինչա տեղի ունեցել։ Իրականում 79 թվականից մինչև 88 թվական միութենական կառավարության որոշմամբ Մոսկվայի որոշմամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանազատման եւ սահմանագծման նշանակով ուրիշ կերպ են կոչվում, կարծում ասում են սահմանանշման նպատակով ստեղծվել են, ձևավորվել են երկու միջպետական հանձնաժողովներ։ Հայաստանում այդ հանձնաժողովը ղեկավարում էր Վլադիմիր Միրանիչը, Մովսիսյանը, որպես կառավարության ղեկավարի տեղակալ, իր գոլեգան էլ Ադրբեջանի կողմից ղեկավարում էր իրենց հանձնաժողովը։ Մոտ 70-ից 88 թվականի ընթացքում թե Նախիջևանով եւ թե ամբողջ Տաուշից նոյեմբերանից մինչև Մեղրի 900 կիլոմետրից ավել սահմանանշվել է եւ այսօրվա տերմինոլոգիայով սահմանագծվել 6 կիլոմետրի վրա վեճ ա եղել 6 կիլոմետր այսինքն Նախիջևանով պատկերացնեք շուտ մեկ էլ այդ ամբողջ ընդ որում ոչ միայն սահմանանշվել է մոտավորապես 190 եթե ոչ ավել արձանագրություններ են կազմվել հատված առ հատված նկարագրությամբ սահմանի եւ այդ նկարագրության հիման վրա նաեւ հենասյուններ են խփվել այսինքն պետք է ենթադրել որ արդեն 88 թվականին իսկ այս աշխատանքի արդյունքները ամենակարևորը սա է արդյունքները այս հանձնաժողովների աշխատանքի թե Ադրբեջանի կառավարությունն հաստատել եւ թե Հայաստանի կառավարությունն հաստատել ավելին 89 թվականի հունվարի 12-ին հաստատել է նաեւ Մոսկվան բայց Մոսկվային մոռանանք որտեղ Մոսկվան այդ փաստորեն դեկտեմբերի 21-ին այս Մոսկվան էր վերանում, չէ՞։ Բայց ամենայականը երկու պետություններ սահմանակից հարևան պետությունների կառավարությունները ճանաչել են այդ սահմանազատում, սահմանագծումը։ Հետևաբար պետք է մենք փաստենք ձեզ հետ միասին, որ Ալմատի հռչակագիրը ստորագրելու պահին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղել է շատ հստակ սահման, ոչ միայն սահմաննշված, այլև սահմանագծված եւ հենասյունները խփած։ Հիմա ինչ ենք հիմա մենք։ Ապրես հարց։ Բա ինչու չեք դա ընդունում հիմք։ Ինչու։ Հարց եմ տալիս Մհեր Գրիգորյանին։ Եթե դուք ասում եք կամ պարոն Նիկոլ Փաշինյան, ասում եք բանք հիմք ենք ընդունում Ալմատի հռչակագիրը, ես ձեզ ասում եմ դեկտեմբերի 21-ի դրությամբ, իսկ ավելի ճիշտ 88 թվականի դեկտեմբերի դրությամբ այլևս Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանն եղել է։ Ոչ միայն կրկնում եմ քարտեզի վրա գծած, այլ գետնի վրա հենասյունները սահմանային ամրագրած, նստած։ Ինչ եք բա դուք քննարկում։ Ավելին ձեզ ասեմ։ Ենթադրենք թե Ադրբեջանը դրա հետ վեճ ունի։ Ենթադրենք։ Որովհետեւ գիտեք միակ բանը կարասի ես սոցիալիստական սովետական Ադրբեջանի իրավաճորտը չեմ։ Առավել եւս, բայց դու այդ դեպքում իրավաճորտը ինչու է ստորագրում, չէ, այն փաստաթղթից, որտեղ խմբում է կատարվում Ալմատի հռչակագիրը, դու համարում ես այդ մասով իր հավաճորտը։ Հետևաբար հարց. Եթե դուք երկուսով համադրում եք ձեզ այն հանրապետությունների իր հավաճորտը եւ այդ հանրապետությունների մեջ արդեն ձևավորել է սահման, ինչու այդ սահմանը բանակցությունների ընթացքում չեք ընդունում հիմք։ Եթե այդ սահմանը ընդունեն հիմք, իրանցի պատմություն չէր։ Այո, այո։ Ես կարող եմ ձեզ 100%։ Եվ ոչ միայն։ Ես մա հարց եմ ձեզ տալիս, Կարինե։ Ինչու այդ իրանցի այդ փոքր հատվածը սահմանազատություն ընդհատեցին, ինչու։ Ինչու չեն շարունակում։ Ասեմ ինչու։ Որտեղ խնդիրը ոչ թե սահմանազատումն էր, այլ պաշտպանական գիծը կոտրելը։ Այդ գիծը կոտրվեց, վերջ։ Ալիևը իր նպատակին հասավ։ Այսինքն մենք անընդհատ սպառնալիքի տակ ենք եւ ակնհայտորեն դուրս է գա։ Ես շատ པարզ բան եմ ասում, չէ՞, ես ասում եմ նոյեմբերանից մինչև Խոզնավար, մինչև Մեղրի, պրակտիկի գործնականում բոլոր ռազմավարական բարձունքները այսօր գտնվում են Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ։ Դե հիմա նայեք, սրանից զատ կա նաև 2017 թվականի դեկտեմբերի ուշադրություն դարձրեք 2017 թվականի դեկտեմբեր, այսինքն ընդհանուր մի քանի տարի առաջ։ Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության քարտուղարության փաստաթուղթ,
կոչվում է սահմանների սահմանազատում, պետական սահմանի սահմանագծում հրատապ հարցեր եւ լուծումներ։ Այս փաստաթուղթը ընդունվել է հետխորհրդային պետությունների միջև սահմանազատման համար։ Եվ այնտեղ հստակ հարցադրումներ, այսինքն սկզբունքներ են շարադրված։ Օրինակ, որ չի կարող սահմանազատման գործընթացը իրականացվել ռազմական սպառնալիքի կամ ռազմական ուժի կիրառման սպառնալիքի տակ։ Հիմա հարց։ Եթե դու եկել ես ջերմունքին գլխին կանգնած ես, երբ որ դեպի հարավ գնացող իմ ճանապարհը մի ավտոմատի հեռավորության վրա է։ Եթե դու ամբողջ սևլիչ իշխանասար միջև վերջ վերցրել ես, ես այս պայմաններում, այսինքն ըստ էության ատրճանակը դրել ես իմ քուկին։ Ես այս պայմաններում սահմանազատումը ո՞նց կարող եմ ես համարել այդ փաստաթղթի կոնտեքստով, առումով, իսկ այդ փաստաթուղթը ընդունել է միջազգային անվտանգության, գլոբալ անվտանգության ոլորտում ամենահեղինակավոր կառույցներից մեկը, Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության քարտուղարությունը։ Ավելին, գիտեք այնտեղ ինչ է գրած։ Ապագա սահմանը չի կարող լինել նոր ռազմական սպառնալիքների եւ կամ անկայունության աղբյուր։ Հարց։ Եթե դուք մնաք այդ բարձունքների վրա, ապա պարզի որ այդ սահմանը անկայունության աղբյուր է դառնալու։ Հարց, հաջորդը։ Տեսեք, այս սկզբունքները եմ ասում, որոնք կան, փաստաթղթորեն կան։ Հաջորդը, սահմանազատման ժամանակ հանձնաժողովները իրավունք ունեն հաշվի չնստել սահմանամերձ բնակավայրի բնակիչների սեփականության իրավունքի հետ։ Այսինքն չի կարող գոմը լինի Ադրբեջանում, իսկ տունը լինի Հայաստանում։ Հիշում եք Սյունիքի այդ դեպքը։ Այո։ Հաջորդ թեզը սահմանազատման արդյունքում սահմանամերձ բնակավայրի բնակիչների բնականon կենսագործության գործունեություն ապահովման բոլոր ատրիբուտները պետք է երաշխավորված ու գրմա փակագծում, գիտեք, արոտավայրեր, խոթարքներ, ջրամատակարարման համակարգեր, հոսանքի էլեկտրական տրանսպորտային, այսինքն խնդրեմ, ուրեմն մենք ունենք Ալմատի հռչակագրի ընդունման պահին արդեն սահմանազատված եւ սահմանագծված Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահման, եւ եթե ինչ որ մեկը հարցեր ունի, խնդրեմ այս սկզբունքների մամուլը եկեք քննարկենք։ Օրինակ այս առաջարկի անտրամաբանականը որն է, ինչ որ մեկը կարող է ինձ բացատրի։ Ես абսուրդ եմ ասում։ Մենք абսուրդի մասին ենք ձեզ հետ խոսում։ Օրինակ Մհեր Գրիգորյանը ինչու սա չի դնում իր աչեմ Մուստաֆա ատրճանակը գլխին է թշնամական։ Իդեպ ես ձեզ ասում եմ, նույնիսկ այս պայմաններում արված սահմանազատումը վաղ իշխանափոխություն եղավ, դառնալու առ ոչինչ։ Հիշեք խոսքերս։ Դրա համար եթե խոսքը գնում է իրակ դրա համար եմ ասում։ Ուղղակի իշխանափոխության դեպքում թե այն հանգամանքից են որ միջազգային դիտորդներ, երաշխավորներ չկային այդ գործընթացներին եւ այլն։ Ես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ չի։ Վաղ թե փոփոխություններ կլինի։ Հետո կյանքը կոռեկտիվներ կմտցնի։ Ով էլ եկավ, քիչ թե շատ հայամետ իր պետության շահերով նա հարց է բարձրացնելու։ Ասի կներեք, այդ սահմանազատման ընթացքում այս հետաբար ես դա համարում եմ, այսինքն այս սկզբունքը խախտվելը մենք կարող ենք դա համարել առ ոչինչ։ Ինձ ասում են, գիտեք ինչ կա, դա կարող է առաջացնել ռազմական դառնալ ոնց որ ասում են կազուսբելի։ Ես ասում եմ, գիտեք, օրինակ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործողությունների կամ գործունեության հետևանքով այնպեսի իրավիճակ է ստեղծվել, որ ցանկացած բան Ալիևը կարող համարի կազուսբելի։ Օրինակ պատահաբար չի ասում, այնտեղ կան ռևանշիստներ։ Այո։ Այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը փոխվեց, ով էլ եկավ, Խոսրով Հարությունյանը ռևանշիստ է։ Հետևաբար եթե ռևանշիստ է, ես ինձ իրանք է վերապահում ռազմական ճամփորդել։ Այսինքն ինքը հիմա այն ապագա ռազմական գործողությունների իրականացման համար ստեղծում է իրավական, քաղաքական, եթե կուզեք, քարոզչական հենարան։ Սա ակնհայտ է, գիտեք, ակնհայտ է։ Ես ինչու եմ ասում, այս խաղաղությունը վաղամերիկ խաղաղություն է։ Եթե ինքը ասում է պետք է գուրգուրենք, փայփայենք, բան, փայփայելով այդ խաղաղությունը կենսունակ չի դառնալու։ Ակնհայտ միակողմանի փայփայելով, գուրգուրելով, բերկրանք ապրելով քաղաքականություն իրականություն չի դառնա։ Քաղաքականությունը իրականություն դարձնելու համար պետք է այդ սպառնալիքներին adekvat դիմագրավելու ինստիտուցիոնալ կարողություններ ձևավորես։ Սա ինչ որ ես նոր չասում եմ, դրանք կազուս բելի չեն ստեղծում, դրանք նոր սպառնալիքների Ադրբեջանի հանդեպ սպառնալիքներ չեն առաջացնում եւ Ադրբեջանը
ամենալավագույն, ամենավառ երևակայության պարագայում չի կարող ինձ մեղադրել պատերազմի հրձիքի, հա, դերակատարներ, օրինակ եմ ասում, հա, փոխարենը ռեալ նախադրյալներ է ստեղծում տարածաշրջանը խաղաղ զարգացումը, տարածաշրջանի խաղաղ զարգացումը անշրջելի դարձնելու համար։ Գիտեք, միջազգային հանրությունը ըստ էության թող ներվի ինձ այս խոսքը։ Ինքը թքած ունենա Հայաստան ումտակապարկում։ Միանշանակ երկակի ստանդարտները միջազգային հանրության մոտ արևմուտքի Իրանց գիտեք, իրանց պետք է որ ստեղ խաղաղ լինի։ Աղմուկ աղաղ չլինի։ Իրանց այդ է պետք։ Հիմա ով ումտակա։ Իրենք էլ օգուտ ունենան ընթացքում։ Այդ իր հերթին։ Սա է, բայց ամենակարևորը հիմա հետեւաբար եթե օրինակ ես միշտ ընդդիմության ղեկավարներին կամ ընդդիմության գործիչներին ասել եմ այս մասին։ Ուզում եք դուք ենթադրենք իշխանության գալու այսի մասածները իրականություն դարձնեն, դրա համար դուք վաղորոք պետքա բոլոր այն դեսպանները, որոնք ստեղ նստած են այս Հայաստանում, դրանց ներկայացնեք, որ ձեր իշխանության գալը դա չի նշանակում պատերազմ Ադրբեջանին։ Դուք կարծում եք Ադրբեջանը վախում է Հայաստանի հետ պատերազմից, Ադրբեջանը երազում է դրա մասին։ Հավատացնում ձեզ, երազում է այդպիսի հնարավորություն։ Հետևաբար ոչ մի բանական քաղաքական գործիչ, չեմ ասում պետական գործիչ, երբեք իր մտքով անգամ դες բաներ չի կարող անցկացնել։ Մենք պատերազմի չէինք ձգտում նույնիսկ 94 թվականի հրադադարից հետո, չէ՞։ 94 թվականի հրադադարից, որ խնդրում էին Ծնկաչոկ Տեր-Պետրոսյանին, որ եկեք հրադադարը հաստատենք, մենք հրադադարից հետո պատերազմի ձգտող եք եղել, ձգտող ենք ամեն ինչ կանենք, չէ՞։ Նաաբարոտ, ճիշտ հակառակը, ամեն ինչ անում ենք, որպեսզի միջազգային իրավունքի շրջանակներում խաղաղ ճանապարհով խնդիրը կարգավորվեր։ Ինչու՞ գիտեք, որտեղ միայն խաղաղ բանակցային ճանապարհով ձեռք բերված պայմանավորությունները կարող են լինել անշրջելի։ Դուք կարծում եք Ադրբեջանին այս իր ցեղասպան քաղաքականության արդյունքում հայաթափելը Արցախը, Արցախի խնդիրը համարվեց լուծված, կապրենք կտեսնենք։ Այս խոշոր պետությունները որ հիմա լռում են, վաղը չեմ ցույց իրենց հենց Ալիևի աչքն են մտցնում։ Հենց իրենց պետք է գա կհիշեն Արցախի մասին։ Մեր խնդիրը պետք է լինի Ադրբեջանում, ինչ են ասում, Ստրասբուրգում ասում էր հետ վերադարձը, ես չգիտեմ հետ վերադարձ թե չէ, ինչպես պետք է, բայց ես կասեի հետևյալը։ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող համարվել կարգավորված ցեղասպանական գործողության արդյունքում։ Բիրտ ուժի կիրառման արդյունքում կոնֆլիկտը կարգավորված համարվել չի կարող։ Հետևաբար խաղաղ բանակցային գործընթացը միջազգայինորեն ճանաչելի ցանկացած ֆորմատում այլընտրանք չունի։ Սա այն բանաձևն է, որով պետք է խոսի Հայաստանը։ Ցավոք սրտի մենք բոլորին այլ բան ենք լսում։ Պարոն Հարությունյան, ցավոք սրտի, եթերաժամը վաղուց սպառվել է, ես կուզենայի կարճ եզրափակիչ մեկ նախադասությամբ, եթե որևէ միտք ուզում եք հավելել, խնդրեմ, որովհետև մենք նախատեսել ենք միանգամայն այլ թեմաներով խոսեինք, բայց դուք այնքան ռեալ, պրակտիկ, գործնական խորհուրդներ, քայլեր առաջարկեցիք, ծրագրեր եւ նախագծեր, ընդ որում եւ ընդդիմությանը եւ իշխանությանը այսօրվա գործող, որ ես ուղղակի համարեցի, որ ճիշտ է այս խոսքը հնչելն է, քան այլ թեմաներ քննարկելը, միգուցե այս հնարավորությունից օգտվի եւ պետական մարմինների ներկայացուցիչները եւ ընդդիմությունը։ Իսկ հասկացում եմ առաջինի հետ կապված, երկրորդի հետ էլ դեպ առանձնապես մեծ հույսեր չեմ փայփայում, որովհետեւ այն ինչ մասի ես մոտ խոսեցի, 5 անգամ 5 փաստաթղթերով իրենց խնդրանքով ներկայացրել եմ ընդդիմությանը։ Թե դիմադրության շարժման ժամանակ, թե սրբազան շարժման ժամանակ ներկայացրել եմ, ինչ է պետք անել, որպեսզի իրականում ոչ միայն իշխանափոխությունը դառնա լեգալ եւ լեգիտիմ, այլ որևէ զարգացում ներքաղաքական չփորձի հակառակորդը թշնամին օգտագործել որպես կազուս բելի։ Պատերազմական գործողություն սկսելու համար սա բարդ խնդիր է, հեշտ խնդիր չէ, բայց այդպես չի որ անլուծելի խնդիր։ Այդպես չի, պետք է ճիշտ քայլերն արվեն եւ ճիշտ հաջորդականությամբ։ Սա մեկ։ Երկրորդը, գիտեք, ես նորից շարունակում եմ պնդել, որ մեր հասարակության հիմնական հատվածի, ընդդիմադիր հատվածի նպատակը պետք է լինի հասնել նրան,
որ այդ իմ նկարագրած արտաքին սպառնալիքները, եթե չեն կարողանում չեզոքացնել, գոնե հնարավորին չափով մեղմել։ Ես ասում եմ, դրա համար մենք ունենք ռեսուրս, ես արդեն դրա մասին խոսացի, եւ երկրորդ մի ռեսուրսի մասին որ չեմ խոսացել, դա հայության մարդկային կապիտալն է։ Հայության, ոչ թե Հայաստանի, հայության մարդկային կապիտալն է։ Մենք ունենք մի օրինակ եմ բերում ու կավարտեմ ինչքան կարողանամ հակից, որովհետեւ դուք եք մեղավոր, ես կան խոսում եմ։ Նայեք, բոլորին վերջերս մեր գործընկերներից մեկը Facebook-յան իմ գոհ Սաշա Ասատրյան, ինտելեկտուալ է արտակարգ։ Մի հետաքրքիր մեջբերում էր արել։ Վկայակոչելով ամերիկյան վերլուծաբաններից մեկի գրքին, վերլուծաբանին վկայակոչելով հեղինակին, ասում է, այդ հեղինակը շարադրում է, թե աշխարհում ազդեցությունների տեսակետ, գլոբալ ազդեցություն տեսակետ ինչ հիերարխիա է ձևավորվել։ Առաջի տեղում դա բոլոր հարուստ միապետերն են, մանարխները, շեյխերը, կապ չունի որտեղ են նրանք։ Նրանց ազդեցությունը շատ մեծ է։ Նրանք գլոբալ թելադրում են։ Առաջ տեղում նրանք են։ Երկրորդ տեղում Վատիկանը ամենաազդեցիկ կառույցը աշխարհում, գլոբալ։ Վատիկանը, բայց երրորդ տեղում սա է կարևորը։ Հրեական եւ հայկական սփյուռքը։ Եվ հրեական եւ հայկական սփյուռքը։ Հրեականին համոզված եմ, հայկականին արդեն չգիտեմ։ Տեսնում եք, այդ ամերիկացի ասողը։ Ես չեմ ասում, դուք չեք ասում, Սաշան չի ասում ասա։ Հոյակապը եթե այդպես է։ Երրորդ տեղում, այսինքն խոսքը գնում է պոտենցիալի մասին։ Խոսքը գնում է այդ ինստիտուտների պոտենցիալ ազդեցություն ապահովելու մասին գլոբալ process-ների վրա։ Դուք կարծում եք պատահաբար էր, որ Էրդողանն էլ Ալիևը երբեմն իսկ հաճախ Էրդողանը բողոքում էր հայկական սփյուռքից։ Իրենք զգում են այդ խնդրը։ Իրանք տեսնում են, որ իրանք համար մեկ խնդիրը հայկական սփյուռքն է, սփյուռքյան կառույցներ։ Մենք ինչ ենք անում։ Մենք եթե չեք սխալվում, նույն քաղաքացիական պայմանագիրը իր վերջին համաժողովի ժամանակ ընդգծեց կոնկրետ, որ Հայաստանի հայերի հետ կապված է բոլոր գործողությունները եւ սփյուռքը որպես այդպիսին ընդհանրապես այլևս գոյություն չպիտի ունենար մեր վրա ազդեցության հետ կապված։ Ուրեմն սփյուռքյան կառույցները մեծ իմաստով դրանք մեր դեսպաններն են, կարող են լինել, պետք է լինեն մեր դեսպանները այդ երկրում։ Եթե դու խելամիտ մարդ ես, կարող ես այդ հզորությունը օգտագործես։ Հետևաբար, երբ որ ես ասում եմ ռեսուրս, հայության մարդկային կապիտալ, ես սա նկատի ունեմ։ Ավելին, ես ձեզ կարող եմ ասել, որ բազում պաշտոնաթող հայազգիներ կան, թե անվտանգության ոլորտում, թե գիտության ոլորտում, ամենատարբեր ոլորտներում, որոնք պատրաստական կլինեին աջակցել հայոց պետականության կայացման այս պայմաններում։ Եվ վերջի ռեսուրսը, այն ինչ որ ես նոր չառաջ ասում եի, սահմանազատում, սահմանագծման անվան տակ կամ ապաշրջապատման աշխարհագրական դիրքը աշխարհաքաղաքական պոտենցիալի վերածել։ Սա ամենալրջագույն պոտենցիալ, որը մեզնից է կախված, ոչ մեկից կախված, չգիտեք։ Պետք է բանակցել ու վերջ։ Ես համոզված եմ, որ մի միտք պետք է շարադրեմ։ 66 թվականին, 1966 թվականին գրողների միության համագումարում Սևակը մի ելույթ է ունենում, ելույթ է ունեցել։ Եվ այդ ելույթը կոչվում էր ազգային սնապարտություն, թե ազգային արժանապատվություն։ Սևակը առաջ է քաշում քողարկված իշքան կոմունիստական շրջանում հնարավոր էր հայոց պետականության ինստիտուցիոնալ կայացման գաղափարը եւ հիմքում դնում է հոգեվորը։ Հոգեվորը ասում է հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում շատ դժբախտություններ ու ողբերգություններ է տեսել։ Շատ քամիներ են անցել մեր գլխով, բայց մենք մնացել ենք կանգուն, որտեղ այդ քամիները ընդհանուր գլխարկն են թռցրել։ Ես համոզված եմ, այս քամին էլ մեր գլխարկը ընդհանուր է թռցնելու։ Կապրենք կտեսնենք։ Եվ վերջին միտքն էլ ասեմ ներող դիմեք։ Չգիտեմ ինչու դուք տրամադրում եք զրուցելու։ Նայեք, Կոստան Զարյանը 61 թվականին մի խոհ է գրել հայության կոչումը։ Ասում է ինքը Հայաստանը դա հավատքի, դավանանքի երկիր է։ Հայաստանը դա նախևառաջ հոգևոր պրոյեկտ է, դա իր խոսքերն են։ Եվ դավանանքի աղբյուրը, այդ հոգևորի աղբյուրը Արարատն է։
տնտեսական առումով ոչ մի բանի համար ոչ պիտանի միլիարդ Արարատից նույնիսկ մեծ արվակ սկիզբ չի առնում։ Բայց դավանանքի, հավատքի, հոգևորի տեսանկյունից հսկայական հզոր պոտենցիալ ունեցող։ Ու շատ հետաքրքիր բան է ասում։ Ասում է, թե եթե հայերը չգիտակցեն այս պարզ բանը, ապա նրանց լիբերալ աշխարհում սպասում է փոքրիկ խանութպանի դեր։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձնում է այդ աշխարհի փոքրիկ աննկատ խանութպան։ Սա մեր ապագան չէ։ Ես շնորհակալ եմ, իրապես շնորհակալ եմ, որքան էլ հարցերի պատասխաններ տվեցինք, բայց այլ հարցեր ծագեցին, հատկապես ուղղված այս իշխանությանը։ Ես ուղղակի ուզում եմ մի այսպիսի միտք հավելել ավարտին, որ գլոբալիզացիայի գնացող աշխարհը արդեն կարծես թե վերհիշում է, որ ազգային ինքնություն, դրսևորումների ընդհանրապես այդ ինքնությունը եւ ազգային առանձնահատկություններն ու նպատակները պիտի ավելի գերակա լինեն, քան մյուս բոլոր խնդիրները, եւ ես կարծում եմ հենց այս առումով այս ժամանակաշրջանում ակտիվորեն գնալ դեպի գլոբալիզացիայի մեր կողմից, ակտիվորեն կորցնել, պատրաստ լինել կորցնել ազգային ինքնության դրսևորումները եւ ընդհանրապես այդ ինքնությունը ամենամեծ սխալը կլինի, որը կա։ Ասեք, Բյուզանդիան կա, Բաբելոնը կա, Հայաստանը կա։ Այդպես էլ լինելու է։ Հիշեք այս խոսքերս։ Ես շնորհակալ եմ, հուսով եմ կապրենք խաղաղ մինչև մեր հաջորդ եթերաժամացը տեսություն։